հարգելի պարոն նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, նախ ներկայացնեմ հանրային հեռարձակողի խորհրդի 2026 թվականի շուրջ 8 միլիարդ 300 միլիոն դրամ ֆինանսավորման ծրագրի արդյունքային ցուցանիշները։ Ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել տեսալսողական մեդիայի մասին օրենքի պահանջներին համապատասխան հեռուստահաղորդումների շուրջօրյա հեռարձակում հանրային հեռուստաընկերության առաջին ալիք, միջազգային ալիք եւ լրատվական ալիք տեսալսողական ծրագրերում յուրաքանչյուրի եթերաժամում 8760 ժամ տևողությամբ։ Բացի այդ, 2024 թվականի ապրիլից սկսած հեռարձակվում է առաջին ալիք Ամերիկա տեսալսողական ծրագիրը եւ այս ծրագրով նույնպես 26-ին նախատեսվում է շուրջօրյա հեռարձակում։ Առաջին ալիք տեսալսողական ծրագրի եթերում նախատեսվում է հեռարձակել 2893 ժամ տևողությամբ օրիգինալ հեռուստահաղորդումներ նոր, այսինքն բազմազանություն ապահովող 55 հեռուստահաղորդաշարեր, գենդերային զգայուն բովանդակությամբ 25 ժամ եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 25 ժամ հեռուստահաղորդումներ։ Ռադիոծառայություններ միջոցառման շրջանակներում 26 թվականին նախատեսվում է իրականացնել ռադիոհաղորդումների շուրջօրյա հեռարձակում, հանրային ռադիոյի առաջին ծրագիր, երկրորդ ծրագիր, հոգևոր մշակութային, երրորդ ծրագիր, արևիկ, չորրորդ ծրագիր եւ համացանցային սփռման մշակույթ լսողական ծրագրերից յուրաքանչյուրի եթերում 8760 ժամ տևողությամբ, Մերձավոր Արևելքի եւ հարևան երկրներում օտարալեզու լսողական ծրագրի եթերում 637 ժամ, ինչպես նաեւ չորրորդ ծրագիր լսողական ծրագրի եթերում 730 ժամ տևողությամբ հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Հանրային ռադիոյի առաջին ծրագիր լսողական ծրագրի եթերում 26 թվականին նախատեսվում է հեռարձակել 4205 ժամ տևողությամբ օրիգինալ նոր ռադիոհաղորդումներ։ Կրթական մշակութային ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ միջոցառման շրջանակներում հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի կողմից 26 թվականին նախատեսվում է հեռարձակել 8760 ժամ տևողությամբ հեռուստատեսային բովանդակություն։ Այս այն թեման է, որի շուրջ քիչ առաջ բուռն քննարկում էր, եթե կշարունակվի, խնդրեմ։ Հիմա ֆինանսական ցուցանիշների մասին։ Խորհուրդը իրականացնում է ռադիոյի եւ հեռուստահաղորդումների հեռարձակում թիվ 1042 բյուջետային ծրագիրը, որի գծով ընդհանուր ծախսը 26 թվականի համար կկազմի 8 միլիարդ 285 միլիոն 190 հազար դրամ։ Հանրային հեռարձակողի խորհրդի կառավարում համակարգում եւ մոնիտորինգ միջոցառում, որի գծով 26 թվականի ծախսը կկազմի 159 միլիոն 613 հազար դրամ, ինչը նախորդ տարվա ֆինանսավորման չափ է։ Հիշեցնենք, որ նախորդ տարի այս միջոցառման գծով ֆինանսավորումը կրճատվեց 4%-ով, գրեթե 6 միլիոն դրամով, սակայն 26 թվականի համար հանրային հեռարձակողի խորհրդի աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար մեզ հարկավոր է նախորդ տարվա ֆինանսավորման 5%-ով, դա մոտ 8 միլիոն դրամ է ավելի գումար։ Այդ գումարը նախատեսվում է ուղղել հետևյալ ծախսերին՝ դատական գործերի գծով փաստաբանական ծառայությունների ձեռքբերում, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներում խորհուրդը գտնվում է տարբեր դատական գործընթացների մեջ, որոնց ծախսերը հոգալու համար գումար նախատեսված չէ։ Այդ գումարների կարիքը չլինելու դեպքում խորհուրդը բնականաբար պարտավորվում է համապատասխան գումարը վերադարձնել պետբյուջե։ Արտասահմանյան գործուղումների համար Եվրոպական հեռարձակողների միության հետ համագործակցության շրջանակներում տարվա մեջ մի քանի անգամ անհրաժեշտություն է առաջանում խորհրդի նախագահին եւ աշխատակազմի համապատասխան մասնագետներին գործուղվել տարբեր երկրներ, մասնակցելու նշված կառույցի կողմից բարբերաբար կազմակերպվող համաժողովներին եւ տարեկան 2 անգամ անցկացվող գլխավոր գագաթնաժողովներին։ Ես չեմ ուզում գերագնահատել այս ուղղությունը, բայց մեզ համար մեծ պատիվ է անդամակցել Եվրոպական հեռարձակողների միությանը եւ պատշաճ ներկայացնել մեր ուրեմն արտադրանքը, մեր հեռուստատեսությունը եւ ռադիոն եւ նաեւ պատշաճ մակարդակի փոխհարաբերություններ պահպանել իրենց հետ, փոխհարաբերություններ, որոնք զարգանում են առաջին հերթին շնորհիվ պարոն Մովսիսյանի, որը
մեծ ջանքեր է գործադրել այդ կառույցի մեջ Հայաստանի ուրեմն ներկայացվածությունը ապահովելու համար։ Հանրային հեռուստաընկերության միջոցով իրականացվող ընդհանուր եւ լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ միջոցառումն է, որի գծով ծախսը կկազմի 6 միլիարդ 578 միլիոն դրամ, նույնչափ որքան նախորդ տարի։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման խնդրին։ Մեր ֆինանսավորման հայտով ներդրումներ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի տեխնիկական վերազինման նպատակով միջոցառմամբ ներկայացված եթերային կենտրոնական սարքասրահի ամբողջական տեխնիկական վերազինման գծով անհրաժեշտ 900 միլիոն դրամի ֆինանսավորումը ներառվել է 26 թվականի պետական բյուջեի մասին օրենքի թիվ 6 առաջնահերթությունների հավելվածում, որպեսզի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում դիտարկվի այս միջոցառման ֆինանսավորման հարցը։ Գործող կենտրոնական սարքասրահը նախագծել եւ տեղակայել են չինացի մասնագետները դեռևս 16 թվականի եւ 9 տարվա շահագործումից հետո սարքավորումները գտնվում են թե բարոյապես եւ թե ֆիզիկապես մաշված վիճակում։ Ի հայտ են գալիս խնդիրներ վերջին ժամանակներում, որոնք ընթացիկ վերազինման եղանակով դեռևս հաջողում է լուծել, բայց հեռու չէ այն իրավիճակի առաջացումը, որ ընկերությանը կարող է կանգնեցնել լուրջ ձախողման առջև։ Հանրային ռադիոընկերության միջոցով իրականացվող ռադիոծառայություններ միջոցառման գծով ծախսը 26 թվականին կկազմի 970 միլիոն 944 հազար դրամ, նույնչափ որքան նախորդ տարի, սակայն նշեմ, որ հանրային ռադիոյի բնականon գործունեությունն ապահովելու նպատակով ընկերությանը անհրաժեշտ է տարեկան 97 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Լրացուցիչ այս ֆինանսավորումը անհրաժեշտ ենք համարում հաստիկային աշխատակիցների աշխատավարձի ավելացման համար, միջին աշխատավարձը ռադիոյում կազմում է 234 հազար դրամ, իսկ ըստ վիճակագրական կոմիտեի Հայաստանում միջին աշխատավարձը 299 հազար դրամ է, այսինքն ռադիոյում նկատելիորեն ցածր է 27%-ով։ Կարևոր է համարում արձանագրել, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրվել են կարևոր փոփոխություններ, որի հետևանքով ի հայտ են եկել նոր մասնագիտություններ եւ հանրային ռադիոընկերությանը նույնպես անհրաժեշտ է ներգրավել համապատասխան մասնագետների։ Առանձին ուշադրության է արժանի հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման խնդիրը։ Հանրային ռադիոն տևական ժամանակ չի ունեցել կապիտալ ծախսերը հոգալու որևէ ֆինանսավորում, այդ պատճառով թե տեխնիկական վերազինման, թե շենքի պատշաճ պահպանման ու հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար որևէ հնարավորություն չի եղել։ Այդ խնդիրները լուծելու համար տեսահրատարակը մեծացնելու եւ առկա տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու նպատակով ընկերությանը հարկավոր է ընդհանուր առմամբ 184 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Ես կարող եմ հերթով նշել հատկապես, որ կարիքների համար է սա շեշտված, մասնավորապես շատ կարևոր է ձայնային ֆոնդի պահոցի վերանորոգումը, տեսաստուդիաների նորոգումը եւ տեխնիկայի ձեռքբերումը, ընդհանուր տեխնիկայի փոխարինում նորով ժամանակակիցով։ Սրանք նկատելի գումարներ, զգալի չափով գումարներ են պահանջում եւ քանի որ լավ իմաստով ես որոշակի հավակնություններ ունեմ, այսինքն կարելի է ասել հավակնոտ եմ, ես չեմ ուզում մնա ստաբիլ, ստատիկ վիճակում ոչ ռադիոն, ոչ հեռուստատեսությունը, սկսած իրենց տեխնիկական միջոցներով, վերջացրած իրենց բովանդակությամբ, այս միջոցները խիստ անհրաժեշտ են, որպեսզի ոչ միայն բնականon գործունեությունը ապահովի մեր ընկերությունների, այլև զարգացման որոշակի քայլեր կատարվեն եւ դա տեսանելի լինի հեռուստադիտողի համար եւ ռադիո ընկնդրի համար նաեւ։ Շնորհակալություն, թերևս այսքանը, եթե հարցեր կան։ Շնորհակալ ենք, հարցեր ունեք, համեցեք Տիկին Գալստյան։ Պարոն Դարփինյան, ձեզ ողջունում եմ ազգային ժողովում, կարծեմ այս պաշտոնով առաջին անգամ եք։ Եվ ուրեմն հանրայինը սնվում է պետական բյուջեից եւ բնականաբար մեր հարկատուների հաշվից այն հաստատումով եւ օրենսդրական պահանջով, որ ինքը պիտի արտահայտի հանրության բոլոր շերտերի մոտեցումները, տեսակետները, շահերը, իրավունքները։ Եվ դա սա օրենսդրության պահանջ է եւ
նորմալ երկրներում այդպես պիտի լինի, բայց ցավոք սրտի հետևելով հանրայինի մանավան լրատվական հաղորդումներին բոլորովին այլ պատկեր ենք ստանում եւ իմ խորը համոզումով շատ վաղուց արդեն հանրայինի լրատվականը վերածվել է իշխող քաղաքական ուժի ռոպագանդիստական գործիքի։ Հիմա որպեսզի մեր պարանոց չլինի այս հաստատում հայտարարումս, ոչ վաղ անցյալի վերջին 3 օրերի 2 դրվագ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովն է Հայաստանում։ Անդիմադիրները խոսում են Հայաստանում խորացող բռնատիրական ռեժիմից, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը հակազդում է, լուրերով գնում է։ Տեսակետ հայտնեցին քաղաքական անդիմադիր падգամավորները ընդհանրեն այդ մեկ նախադասությամբ, իսկ հետո մի ամբողջ 5 րոպե իշխանական падգամավորի հերքող խոսքն է, բացարձակապես խախտված պարիտետը, եւ դա հանրային հավասար տեսակետների մոտեցումների արտացոլանքը չէ։ Երեք եւ չէ առաջ վերջին օրերին Հովանավանքի ֆեյք պատարակը հերարցակվում է հանրայինով եւ ես եւ հազարավորներ հարց ունեն արդյոք դա ինչ հանրային պատվեր է եւ պիտի մեր հանրային միջոցները գնան գոնե հայ առաքելական եկեղեցու կողմից նրա ծիսակարգով եւ կանոնակարգով չընդունված չճանաչված այդ ծիսակարգի լուսաբանմանը։ Ավելին քաղաքական մեծամասնության մի падգամավոր խոսում է ձեր եթերում, հանրայինի լրատվական եթերում մեր ամենայն հայոցին, օծյալ վեհապարին նշելով իր ավազանի անունով։ Արդյոք սա հանրայինի, եթե մասնավոր լիներ կասեի Աստված իրենց հետ, բայց արդյոք սա հանրային հեռուստաընկերության քաղաքականության, վարքականոնի, բարոյական չափանիշների շրջագծում է, որի ես ոչ թե կասկածում եմ, ուղղակի գտնում եմ անընդունելի մանավանդ հանրային միջոցների հաշվին։ Խնդրում եմ դրան անդրադարձեք եւ ես ուզում եմ նաեւ իրականության մեջ այստեղ շատ ծանր գնահատականներ հնչեցին այդ երրորդ ալիքի մշակութային հաղորդումի շողակաթի լոգոյով հեռարձակվողի մասին падգամավորներից մեկը այն անվանեց կղերական, նույնիսկ հակամշակութային։ Այստեղ գնահատականներ հնչեցին, որ նա չէր կատարում իր առաքելությունը եւ քաղաքական էր եւ կղերական բառապաշարի օգտագործումը պիտակավորումը շատ ծանր էր։ Դուք գիտեք, որ վաղուց հանրային խորհրդի անդամ եք, հիմա նաեւ նախագահը։ Արդյոք ձեր տիրույթում էր այդ ալիքը եւ դուք կիսում եք այս տեսակետը, որ շողակաթը կղերական էր եւ հակամշակութային։ Եվ ես ծանոթ եմ ձեր տեսակետին եւ խորը վերապահության այդ մշակութային կրթական ալիքի անհրաժեշտության վերաբերյալ եւ ինչ քայլեր եք մոտեցումներ եք ворթեգրելու այդ ուղղությամբ եւ երրորդ մի հարց ունեմ, որը դարձյալ առնչվում է հանրայինի, այսպես մասնակիորեն առնչվում է հանրայինի լրատվականին եւ հատկապես նրա ղեկավարին։ Սեպտեմբեր 25 թվականի մայիսին ես ձեզ մի գրություն էի ուղարկել Պետրոս Ղազարյանի վարքին էր վերաբերում հրապարակային վարքին, որը իմ ելույթներից մեկը, իսկ Պետրոս Ղազարյանը սովորական քաղաքացի չի, լրատվականի պատասխանատու, լրատվական քաղաքականի, իմ մի ելույթի առնչությամբ ասում է, որ Լիլիթ Գալստյանը խոսում է, իբրև թե ես խոսում եմ մեծ բաներից, այսպեսի բառապաշարել օգտագործում է ֆլան ֆստան, ասացեք խնդրեմ ժողովրդավարություն եւ այլն։ Սա բառեզբուն իմաստով իր ելույթը, այսպեսի ճոռոմ բաներ, այսպեսի ճոռոմ թեզեր, օբյեկտիվություն, ազատություն, անաչառություն, այսինքն հանրայինի լրատվականի քաղաքական հաղորդումի պատասխանատուն անաչառությունը, օբյեկտիվությունը, ազատությունը համարում է ճոռոմ թեզեր։ Ես այս պաշտոնական նամակ ուղարկեցի, կարծեմ դուք չէիք դեռ նախագահը, եւ հետեւյալ հարցադրումով արդյոք դուք, այսինքն խորհուրդը կիսում է այդ լրագրողի այս վարքը եւ արդյոք նա արտացոլում է ընդհանրապես ձեր քաղաքականությունը։ Ձեզանից շատ հուսահատացնող, բայց սպասելի պատասխան ստացա, որ նա այդ դրսևորումը արել է ոչ իր աշխատանքային ժամին եւ առանց այդ ռեսուրսների։ Բայց ճիշտ ասած շատ զավեշտական պատասխան էր, որ սա հասցեական վիրավորանք չի եւ արտահայտ չի օգտագործել հանրային հեռարձակողի ռեսուրսը, բայց սա խոսում է հանրային հեռարձակողի տվյալ ուղղությամբ հաղորդումների պատասխանատուի
արժե համակարգի, մտածումի, հրապարակային դաշտում այս համարձակության մասին, որը հեգնի անաչառությունը, օբյեկտիվությունը եւ ժողովրդավարությունը։ Ասեմ, որ այդ պատասխանից հուսահատված եմ եւ ուզում եմ այն ամենայնիվ Չնայած դժվար է Հայաստանում լավատես լինել, մտածել, որ դուք վերատեսության կենթարկեք մանավանդ նախընտրական շրջանում այդ վարկով հաղորդումների վարման մշակույթը եւ մնացյալը խնդրում եմ պատասխանեք իմ այն երկու հարցերին՝ կեղծ պատարագի հերարցակումը հանրայինով եւ նաեւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ, այսպես ասեմ, արձանագրումները ավազանի անունով կոչելը։ Տիկին Գալստյան, շնորհակալություն ձեր ելույթի համար։ Ես երկրորդ անգամ եմ գտնվում այստեղ, դուք առաջին անգամ չկայիք, հունիսին հետ կարծեմ, այնպես որ մի անգամ դուք նաև Տիկին Ղազարյանի հետ երկխոսության ժամանակ ասեցիք, որ դուք չեք բացակայել երբևէ այս նիստերից, բայց նախորդ մեր կատարողականի ժամանակ դուք ներկա չեք եղել։ Ես բան չունեմ ասելու, ուղղակի ուզում եմ ճշտում մտցնել։ Քանի որ ես շատ ուշադիր լսում էի ձեր ելույթը, որի մեջ կային, բայց այստեղ գելիք չկա եւ ես չէի պատկերացնում, որ այդքան երկար պիտի ձևակերպեք ձեր խոսքը, ես առաջին հարցը մոռացա, կարող եք կրկնել։ Հանրային միջոցներով գործող հանրային հեռուստաընկերությամբ կեղծ պատարագը, fake պատարագի հերարցակումը, շողակաց հանրայինով պատարագ եւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ բառապաշար եւ Պետրոս Ղազարյանի անաչառությունը, ժողովրդավարությունը, օբյեկտիվությունը հեգնող հրապարակային խոսքը։ Ուրեմն հանրային հերարցակողի խորհուրդը Եվրանեստի ռեպորտաժը, որտեղ ընդդիմությունից որևէ խոսք չկար, փոխարենը առատորեն խոսում էր իշխանական падգամավորը։ Տիկին Գալստյան, հանրային հեռարձակողի խորհրդի լիազորություններից դուրս է ինչ որ մի ռեպորտաժի շուրջ բանավեճ ծավալելը ենել ազգային ժողովում։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատում է ընկերությունների հաղորդացանցերը եւ տրամաբանական կլինի ենթադրել, որ նախապես մենք եթերը չենք նայում, չենք վերահսկում, չենք գրաքննում, չենք կարող ձեր պատկերացրածին համապատասխանեցնել այդ եթերը, որքան էլ մեծ մղում լինի մեր մեջ, եւ շատ բնական եմ համարում, որ այսպիսի մեկնաբանություններ կարող են լինել, տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել, որքան էլ մենք ջանանք բավարարել ձեր կարիքները մշակութային, հոգեվոր, լրատվական, տեղեկատվական, գեղագիտական, այնուամենայնիվ կլինեն մարդիկ, որոնք իրենց դժգոհությունը կհայտնեն եւ հակադիր տեսակետներ կարտահայտեն։ Հանրայինը իր լրատվական հաղորդումներում, բոլոր թողարկումներում լրագրողները ազատ են արտահայտել իրենց ուրեմն ռեպորտաժների բովանդակությունը եւ միակ պահանջը, որ կարող է լինել իրենցից պրոֆեսիոնալ վերաբերմունքն է, մոտեցումն է։ Ուրեմն հաջորդը դուք շողակաթի մասին եք հարցնում, հա, պատարակների մասին եք հարցնում։ Ես չգիտեմ, fake պատարակ ասելով դուք ինչ եք հասկանում։ Ես հա։ Շրջանում Հայաստանում Աստծո հետ հաղորդակցելու մի հատ լիազորված մարմին կա։ Ես թեմայի մեջ չեմ մտնելու, սա իմ տիրույթից բացարձակապես դուրս է եւ այն ինչ դուք ասում եք, այն ինչ դուք պատկերացնում եք, հայտարարում եք, դուք կարող եք դա քննարկել բացառապես ձեր գործընկերների հետ։ Տիկին Գալստյան։ Շնորհակալ եմ։ Ես դեռ կտամ բանոսյան, բայց ես կարծում եմ Տիկին Գալստյան ճիշտ հարց եք բարձրացնում, ես էլ կարող եմ միանալ ձեր պահանջին, բայց մի դեպքում, երբ որ բոլոր ընդդիմադիրներով, երբ որ գնում եք հանրային հեռուստաընկերություն, եւ օրինակ խոսելով Հայաստանի Հանրապետությունում ընտրված վարչապետի մասին, ասեք Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, նոր այդ ժամանակ եկեք միասին գնանք հանրային հեռարձակողին, ասենք որ պետքա ավազանի անունով չկոչել, այլ իր եկեղեցական անունով։ Ես կարծում եմ այդտեղ վիրավորական
արտահայտություն չկա, բայց եթե տվյալ անձը վիրավորվում է իր անունով դիմելու համար, կարող է նաև դիմել հանրային հեռարձակողներին, ասել, որ ես վիրավորում եմ, ինձ երբեսպես են ասում, բայց առաջարկս ուժի մեջ է, որ պահին կսկսեք ընտրված ժողովրդի կողմից վարչապետին ասել Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ, եկեք միասին գնանք այդ պայքարը առաջ տանենք։ Ինչ Fake վերաբերում է քահանայի կամ կներեք էլի։ Ես վերջի շրջանում մի մոտ տպարություն եմ ստեղծել, որ Հայաստանում տենց բան է, մոնոպոլ դիրք է, այսինքն Աստծո այդ հաղորդակցությունը վերջ, մենակ մի կառույցը կարող ես անել։ Ինչքան գիտեմ, այդպես չի եւ հին եւ նոր կտականում էլ հակառակն է լրիվ ասվում, բայց Միսան շեշտադրում կա, որ անընդհատ ասում ենք, էլի, այ հանրային միջոցներով։ Իսկ կներեք, այդ Օհանավանքում հավաքված քաղաքացին հանրությունը չի, հարկ չի վճարում, հանրային հեռուստաընկերության բյուջեն ինքը չի ձևավորում։ Այս բան կա, էլի, ասում են, հանրային միջոցներով ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է այսինչ հավաքը։ Իսկ այդ հավաքի մասնակիցները այդ հանրային հեռուստաընկերության բյուջեն ձևավորում են, թե չէ, ժողովուրդ։ Ես նայեցի վերջին մեկ ամսա մեջ, օրինակ, առնվազն մի քիչ էլ ավել եղել եք Պետրոս Ղազարյանի մոտ հյուր, անձամբ դուք չէ՞ դեք ամբողջ ընդդիմություն։ Քանը օրինակ որ ձեն եք հավաքել։ Այսինքն 30% եք ներկայացված, 30%-ից ավել լինում եք հանրային հեռուստաընկերությունում, որ ես վերջին անգամ 4-5 տարի առաջ եմ եղել Պետրոսի մոտ հյուր։ Ասում եմ 30%-ից ավել հյուր եք լինում։ Հիմա կարա են մյուս ընտրողները գա ասի գիտեք ինչ կա։ Ես իմ միջոցներով հանրային հեռուստաընկերություն եք պահում, որ Լիլիթ Գալստյանը գաստե նստի եւ իմ ընտրած վարչապետի մասին անունով խոսի։ Եկեք հասկանանք էլի որ հանրային միջոցները ասվածը լավ է, դու ասում ես կեղծ պատարակ, ինչ ունում կեղծ պատարակ, fake կամ կեղծ պատարակ։ Տիկին Գալստյան։ Ես կարծում եմ որտեղ հավաքվեն եւ աղոթեն ասում, դա կարելի է համարել որ քրիստոնեական շուտան ինչ է նշանակում կեղծ պատարակ։ Իդեպ նույն օրը շողակաթը հերացակում էր վեհապարի պատարակը, չէ, Էջմիածնից։ Եվ դա նույնպես եկեք խոստովանեք, որ այնուամենայնիվ եթերացանցի հաղորդացանցի պարտադիրի բան չի այդ լուսաբանումը։ Այնպես որ դուք կարող եք բավարարված լինել, որ հավասարակշռությունը պահպանել է հանրային հեռարձակողը եւ երկու պատարակն էլ եթեր են գնացել։ Եթե պարոն Մովսիսյանը ավելացնելու բան ունի այս ամեցեք բանությամբ, ու ինչքանով ես գիտեմ, չէ, հեսա թող արձագանքի դուք արձագանքեք։ Հանրայինին էր վերաբերում։ Շնորհակալ եմ։ Պետրոս Ղազարյանն էլ ինչքան գիտեմ լրատվականի պատասխանատու չի, էլի, բայց պարոն Մովսիսյանը կասես։ Պետրոս Ղազարյանը առանձին բաժնից է, բայց լավ, հեսա կխոսենք դրա մասին։ Տիկին Գալստյան, նախ շնորհակալ եմ հարցերի համար ու հատկապես շնորհակալ եմ, որ ամեն անգամ գալիս եք գոնե այս հարցերը տալիս եք, որովհետև ինձ մոտ շատ հաճախ տպավորություն է, եւ այդ տպավորությունը անդադ կրկնվում է, որ ազգային ժողովում մեր գործընկերները կապ չունի ընդդիմություն թե դիմություն, խոսում են հանրայինի մասին, տարբեր տեսակետներ են արտահայտում, իզեպ գալիս է պահը առնչվելու, իրենք չկան, որպեսզի այս հարցերը տան, դրա համար եմ շնորհակալ, որ դուք այս հարցերը ուղիղ տալիս եք ու շատ կարևոր է սրանց մասին բաց խոսելը։ Նախ նշեցիք ռեպորտաժում թե ինչպես էր կառուցված ամբողջ ռեպորտաժը, Տիկին Գալստյան, առաջին անգամ չի երևի, որ ես այստեղ խոսել եմ այդ մասին, մենք խնդիր ունենք ընդդիմադիրներ հրավիրելու մեր եթեր։ Ոչ թե խնդիր ունենք իրենց հրավիրելու հետ, այլ խնդիր ունենք, որ իրենք չեն գալիս։ Եվ չգիտեմ արդեն որերորդ անգամ եմ ես այս մասին խոսում բաց, ես շնորհակալ եմ ձեզ անձամբ, որ դուք երբեմն գալիս եք մեր եթեր, բայց մենք ունենք ընդդիմադիր падգամավոր, առանց անունների չեմ ուզում քաղաքականացնեմ, ով մի քանի տարի շարունակ մեզ խոստացել է եւ չի գալիս եթեր։ Եվ այդպիսիք մեկը չէ, մի քանիսն են։ Այսինքն մենք ունենք խնդիր։ Ինչ խնդիր կա ընդդիմադիր падգամավորի համար, կապ չունի ընդդիմադիրը թեկուս իշխանություն, հա։ Ինչ խնդիր կա ընդհանրապես քաղաքական գործի համար գալ հանրայինի եթեր եւ պատասխանել հարցերին։ Շատ հաճախ ես չեմ էլ պատկերացնում ինչն է խնդիրը, բացի նրանից, որ միգուցե հարցերից են խուսափում, սա մեր վերլուծությունն է։ Բայց շնորհակալ ենք այն բոլորին, ովքեր որ գալիս են, ու երբ որ դուք ասում եք, որ ընդդիմության տեսակետը չհնչեց այդ ռեպորտաժում, ես ձեզ հիմա պաշտոնապես ասում եմ, եթե կան այդ падգամավորում տեսակետը չհնչեց կամ ընդհանրապես падգամավորներ ձեր ֆրակցիայից, ովքեր ուզում են գան հանրային խոսեն դրա մասին, ոչ թե ռեպորտաժում 1 րոպե, 2 րոպե կամ 5 րոպե, ինչպես դուք եք նշում, այլ պատրաստ ենք ամբողջ 25 րոպե եթեր հրավիրել, թող խոսեն այդ մասին։ Բայց հիմա ես էլի եմ ասում, պաշտոնապես հրավիրում եմ։ Եվ շատ ենք ուզում, որպեսզի մեր գործընկերները գան եթեր, որովհետև սա նաև իրենցն է եւ կարեւոր է, որ իրենք այս եթերում լինեն։ Ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակի հետ կապված, դուք այն անվանեցիք fake, ենթադրում եմ դա քաղաքական գնահատական է, որովհետև մենք չենք կարող անվանեցիք fake պատարակ,
դա քաղաքական գնահատական է, մենք չենք կարող, ինչպես գիտեք, գնահատականներ տալ, բայց անկեղծ ասած այս քննարկումը տեսակ իրակի օրը ու զարմացա թե ինչ զարմանալու բան կա ընդհանրապես։ Տասնյակ լրատվամիջոցներ տարածքում ուղիղ եթերում աշխատում են, բայց ինչ որ մարդիկ զարմանում են թե ինչու է հանրայինը աշխատում։ Հետո այնպես է լինում, որ ինչ որ բան հանրայինը չի լուսաբանում, ասում են ինչու չեք լուսաբանում, դուք հանրային հեռուստաընկերություն եք, բա ինչու չեք լուսաբանում։ Հիմա լուսաբանում ենք, ասում եք մի լուսաբանեք, հիմա ո՞րն է ճիշտը, լուսաբանենք թե չլուսաբանենք։ Պարզ է, չէ՞ որ իրադարձություն է կատարվում։ Հիմա դուք դա կոչեք fake թե ոչ fake, դրանից չի փոխվում, որ այնտեղ ինչ որ իրադարձություն է կատարվում, եւ հանրայինն էլ պարտավոր է անդրադառնալ դրան, եւ հանրայինն էլ անդրադառնում է, եւ այս զարմանքը, որ կա, ոչ միայն ձեզ մոտ, այլև մեր նույն լրատվամիջոցների գործընկերների մոտ, ես զարմանում եմ այդ զարմանքից, թե ինչ կա զարմանալու, այսինքն այդ ինչ տեղի ունեցավ, որ հանրայինը լուսաբանեց դա, իսկ ինչ կար, ինչ որտեղ արգելված էր։ Ես տենց բան չգիտեմ, դրանից եմ ես զարմանում։ Ասացիք անվանարկելու հետ կապված քաղաքական գործիչը եկել է եթերում եւ անուն է տվել, որը չպետք է այդպես տար։ Մեր եթերում ես ձեզ վստահեցնում եմ, բազմիցս նույն ձեր գործընկերները եւ ոչ միայն գալիս են անվանարկում են։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, որտեղ անվանարկումները շատ են, բայց ես ձեզ վստահեցնում եմ, չկա որևէ մեկը, որ հայտարարի, որ հանրային եթերում եկել է հարցազրույցի, չգիտեմ, իշխանությունից ընդդիմության, ընդդիմությունից իշխանությանը անվանարկել են, տարբեր անվանարկումներ են եղել, հիմա չեմ ուզում կրկնել դրանք, որոնք մոնտաժվել են մեր եթերից։ Նման դեպք չկա։ Եթե կա, ասեք։ Բայց երբ որ դուք ասում եք քաղաքական գործիչը եկել է ձեր եթերում եւ այսպիսի բան է ասել, կներեք, քաղաքական գործիչ նաեւ ձեր գործընկերներն են եւ դուք երբ որ գալիս եք կներեք ավարտեմ դուք արձագանքեք։ Երբ որ գալիս եք հանրայինի եթեր եւ ինչ որ անվանարկումներ եք անում, այնպես չի որ հանրայինը դա խմբագրում է։ Եվ հիմա դուք մեզ կոչ եք անում խմբագրել որևէ մեկի հարցազրույցից հատված։ Դա անընդունելի է հանրայինում։ Եվ վերջինը Պետրոս Ղազարյանի հետ կապված, որ անդրադարձել էր, Տիկին Գալստյան, Պետրոս Ղազարյանը եթերում բազմիցս տարբեր թեմաներով անդրադառնում է եւ մեզ մոտ այնպես է, եթե ինքը կարող է եթերով անդրադառնալ, ինքը կարող է նաեւ անդրադառնալ իր սոցցանցում, հետո դա նախ իր անձնական էջն է իհարկե, բայց մենք եթերում էլ ունենք օրինակներ, որ մարդը անդրադառնում է, որովհետեւ ինքը քաղաքական մեկնաբան է եւ քաղաքական մեկնաբանները կարող են իրենց տեսակետը արտահայտել։ Կարծում եմ նորություն չեմ ասում, բազմաթիվ օրինակներ կան դրանց, այդ թվում նաեւ երկիր մեդիայում են եղել նման օրինակներ եւ նման օրինակները բազմաթիվ են եւ այդտեղ զարմանալու բան չկա եւ ես ձեզ տեղեկացնեմ, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է գործում է էթիկայի դիտորդ մարմին, վստահ եմ տեղյակ եք, որտեղ կարող եք բողոքարկում անել, եթե ինչ-որ մի բանից դժգոհ եք լրատվամիջոցի աշխատանքից կամ որևէ մեկի գործունեությունից, թող իրենք գնահատական տան, այդ մարմինը ստեղծվել է։ Հուսով եմ բոլոր հարցերին անդրադարձա, շնորհակալ եմ։ Եթե ինչ որ հարց ես բաց եմ թողել, խնդրեմ հիշեցրեք էլի։ Շնորհակալություն։ Ասեմ, որ մեր պատասխանը Պետրոս Ղազարյանի առնչությամբ ձեզ եղել է եւ դուք չեք արձագանքել եւ կարծում եմ բավականին պատշաճ եւ զուսպ պատասխանը, որ պիտի ձեզ բավարարած լիներ։ Ցավոք սրտի չի բավարարել, բայց հիմա պարոնայք ես հավաքական արձագանք եմ ձեզ։ Նախ պարոն Մովսիսյան եւ գործընկերներ, իրադարձությունը եւ պատարակը բոլորովին տարբեր բաներ են, տարբեր ժանրերից։ Դուք ասում եք իրադարձությունը մեկ իրադարձությունը եւ պատարակ կարելի է այսպիսի իրադարձություններ եւ ոչ 2000-անոց բազմա հազարանոց իրադարձություններ մեր հանրային կյանքում շատ են եղել եւ երբեք հանրայինը որպես հեռուստաընկերություն այդ նախանձախնդրությունը ցույց չի ցուցաբերել մեկնաբանելու, պատկերելու, հանրությանը ներկայացնելու ընդդիմության հանրահավաքները։ Այդ դրանք միգուցե իրադարձություն էին, բայց ես խոսում եմ պատարակի մասին եւ պատարակը իրադարձություն չէ, պատարակը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու այն եկեղեցու, որը սահմանադրությամբ ճանաչված է իր բացառիկությամբ, նրա ծիսակարգն է։ Եվ ուրեմն դրան անվանել սովորական ինչ որ իրադարձություն բացարձակապես նշանակում է հայ եկեղեցու թե ծիսակարգից, թե կանոնակարգերից լինել լրջագույն հեռավորության վրա։ Երբ որ պարոն Սիսա Գաբրելյանը ինձ փորձում է ասել, որ երբ որ դուք կասեք ամենյա ինչ ընտրված վարչապետ, որևէ պրոտոկոլ արարողակարգ, որևէ արարողակարգ ամեն անգամ ինձ կամ որևէ մեկին չի պարտադրում ամեն անգամ ասել, ով ըսեմաշուկ ընտրված միակ եւ այլն։ Կա մարդու դիմելու պատշաճության պատշաճ սահմանում։
եւ այս ամեն անգամ ընտրված լինելու հանգամանքի մասին ուղղակի զավեշտական է եւ ընդհանրապես ասել որ մարդուն եթե դուք շարունակում եք պարոն Գաբրելյան շարունակում եք անարգել մեր եկեղեցուն եթե դուք ինչ որ մի ասենք թե աղանդ եք ստեղծել Հովանավանքում ասեք այս մեր աղանդն է բայց դա հայ առաքելական եկեղեցին ունի մեկ ծիսակարգ մեկ պատարակ եւ ըստ իր ճարտարապետության եւ կանոնակարգի Կարգալույց է անում եկեղեցու պատշաճ կանոնակարգը խախտածին։ Տվյալ դեպքում Ստեփան ազգանունը չգիտեմ, այդ Ստեփանը կարգալույց է եւ եկեղեցու առայժմ գործող եկեղեցու կանոնակարգով ինքը ոչ եկեղեցական հոգեվորական ընթացքի մեջ է։ Ուրեմն նա մենք չենք կարող եւ դուք որպես պետական այրեր, ովքեր եթեր են վարում կամ եթերային քաղաքականություն ճշտում, սա պատարակ, սա նա եղել էր օծալ հիմա կարգալույց է լավ թողեք ինչի եք մեր բյուջե կներեք էլ ընդհատելու համար ինչի եք մեր բյուջեի քննարկում վերածում դավանաբանական վեճի որտեղ դուք ներողություն թույլ տվեք պարոն Դարփինյան խնայեք էլի պարոն Դարփինյան կներեք երբ որ ես կգամ ձեր մոտ հյուր եւ մենք կշեղվենք օրակարգից կասեք բայց սա ազգային ժողովն է որտեղ ես ունեմ իմ օրակարգը սպառելու քննարկելու իմ հարցերը շոշափելու այստեղ ես եմ նախագահում ես թույլ եմ տալիս ես օգտվում եմ իմ падգամավորական մանդատից եւ իմ լիազորությունների սահմանից դուրս չեմ եկել եւ ինչ վերաբերում է եթե դուք մանիպուլացնող պատասխաններ չտայիք, այստեղ չհնչեին, որոնք եկեղեցու ամբողջ ծիսակարգը խաթարված եք ներկայացնում, իսկ միգուցե չանդրադառնայի եւ մեր քննարկումը այստեղ կավարտվեր։ Բայց երբ որ պարոն Գաբրելյանը այսպես կոռեկտ եւ նորմայի մեջ է համարում, որ օծյալ վեհափառեն կարելի է իր ավազանի անունով կոչել, դա ուղղակի հերթական անարգանքն է, չի կարելի։ Նույնիսկ եթե դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, որի ազատությունը դուք ունեք խղճի եւ ազատության մասին օրենքով, բայց դուք պետք է այլ հավատացյալների զգացումները հարգեք եւ մեր վեհափառը ունի իր հոգեվորական անունը եւ դա պատշաճ է որ հնչի հանրային եթերում եւ մենք հիմա խոսում ենք բացարձակապես ես օրակարգից դուրս չեմ, պարոն Դարփինյան, որտեղ մենք խոսում ենք հանրային միջոցների մասին, բյուջեի մասին, այն հերոստալիքից հանրայինին, որից ակնկալիք կա պատշաճ բարևարք եթեր։ Եվ այստեղ օրակարգից շեղվելու մասին որևէ Ինձ գալստյան ոչ միայն ասեցի հակառակը, ասեցին հակառակը, երբ որ կգնաք հանրայինի եթերում մարդուն կդիմեկի պաշտոնը, այդ ընտրված մասը կարող եք չասել, դեպ կարող եք չասել ամենայն հայոց վարչապետ, ուղղակի ասեք վարչապետ Նիկոլ Փաշինյան հերիքա։ Այդ ժամանակ հենց բոլոր ընդդիմադիրները որ տենց հերթով կգնաք եւ անունով չեք դիմի, այլ պիտակավորումներով չեք դիմի, մարդուն կդիմեք անունով, հետո եկեք իր հետ գնանք հանրայինից պահանջենք, ասենք այս մարդու անունը սխալ են տալիս, ես այդ էի ասում։ Ինչ վերաբերում է շատ ճիշտ նկատառում անում, կներեք, եթե կեղծ պատարակ է, ինչեր է 20 լրատվամիջոց գնացել օնլայն եթերով հեռարձակում։ Եթե հետաքրքիր չի դա որևէ մեկին, եթե դա կեղծ է, ֆեյք է, ինչ են հեռախոսներով, տեսախս ինչ են լուսաբանում։ Եվ որ ասում եք բանը չկա։ Ես հիշեցի, երբ պարոն Մովսիսյան երթով քայլելով բան, տենց գնում ենք մենք հանրային հեռուստաընկերությունը գրավենք, մեզ պետք է եթեր տան, այս մարդը իջել էր կես ժամ խնդրում էր, ասում էր, այ ձեր ցավը տանեմ, ինչ 2 րոպե, եկեք 30 րոպե խոսացեք, ոչ մեկը չի գնում։ Նորից եմ ասում, վերջին 1 ամսվա մեջ Տիկին Գալստյան, այդտեղ որ մի հատ ցույց լիներ։ Ձեր դաշնակցությունից կամ ընդդիմադիրներից մի երկու հոգի որ պաստառներով կանգնած լինեին։ Բողոքի ակցիա կդնեի կանոնը դիմացը, հետո գալու եք ասեք հանային, այստեղ բողոքի ակցիա էր, ինչի՞ չես լուսաբանում։ Ես տրամաբանական հարց եմ տալիս։ Եթե դա անհետաքրքիր է Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտում, ինչի՞ են 15-ից ավել լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակում տալիս այդ իրադարձությունը։ Եթե անհետաքրքիր բան է, ինչ են, ուրեմն հետաքրքիր է, չէ՞։ Այնն են ուղիղ եթե լրատվություն չի տալի, եկել եք ասում եք հանրային հեռարձակող, ես ուղիղ եթերով ինչ Տիկին Գալստյան, ես ձեզ չեմ ընդհատում, խնդրում եմ։ Ասում եք հանրային հեռուստաընկերություն, ինչի՞ ես ուղիղ եթերում տալիս, այս մարդն ասում է, մենակ ես չէի տալիս, երկիր մեդիաներ տալիս, ազատության գործընկերներս են, իրանք էին տալիս, մյուս բոլորը տալիս էին։ Հիմա ինչի՞ էին տալիս այդ մարդիկ ուղիղ եթերով այդ միջոցառումը, որ հանրայինին եկել ասում եք ինչի՞ եք տալիս։ Կարող եք արձագանքել։ Պարոն Գաբրելյան, հանրայինի եւ սովորական լրատվամիջոցների զանազանությունը կարծում եմ ձեզ որպես նախկին լրագրողի չպիտի բացատրեմ։ Եկեք հասկանանք, մի տեղում օգտագործվում են հանրային միջոցներ, մյուսը իմ որևէ լրատվամիջոցի եթերային քաղաքականությունն է։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ներեցեք այդ ձեր ասած կեղծ պատարակը, որ անվանում եք կեղծ, այդ մասնակիցներով չի ձևավորվել հանրային հեռուստաընկերության բյուջեն։
թե մենակ ընդդիմության բյուջեն բան վճարած հարկերն է գնում հանրային հեռուստաընկերություններ, բոլոր քաղաքացիները վճարում են, ձևավորվում է իրանց այդ թվում պատարակին մասնակցած քաղաքացիներով։ Ես եմ ասում, դուք արձագանք հակառակ ունեմ, պատասխանեք։ Ինչի՞ չպետքա լուսաբանել մի իրադարձություն, որը հայաստանյան բոլոր լրատվամիջոցները լուսաբանում են։ Այդ ցավտանը բոլորը ուղիղ էին տալիս։ Ինչի պետքա ուղիղ եթերով հանրային հեռարձակողը մի բան, որ բոլորը տալիս են։ Տեսեք, այդ օրը երևի 10-ից ավելի ուղիղ հեռարձակումներ են եղել։ Ես շատ սիրողական պարզապես ուսումնասիրել եմ։ 10-ից ավելի ուղիղ հեռարձակումներ են եղել տարածքում եւ հանրայինը եղել է նրանցից մեկը։ Հիմա որ դուք ասում եք դա պատարակ էր, իրադարձություն չէր, ես շատ մասնագիտական լեզվով եմ ասում։ Ինչ որ մի բան որ կատարվում է ինչ որտեղ, դա մեզ համար իրադարձություն է։ Հիմա միտեղ կարող է լինի պատարակ, միտեղ կարող է լինի հանրահավաք։ Մենք դա անվանում ենք իրադարձություն, դա մասնագիտական տերմին է։ Ինչ վերաբերում է որ ասում եք ընդդիմության ցույցերը նույն ինտենսիվությամբ չեք լուսաբանում։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ 20 թվականի նոյեմբերի 11-ից, երբ ես ստանձնեցի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, մենք այդ ժամանակ ամեն օր լուսաբանում էինք եւ լուսաբանում էինք, չգիտեմ, ինչքան ժամանակ, բավականին երկար ժամանակ։ Մեզ այն ժամանակ մեղադրում էին ընդդիմության ցույցերը լուսաբանելու մեջ, գիտեք ինչու, որովհետեւ մենք դրոնից կադրեր էինք անում, այն ժամանակ դեռ ոչ մեկ չէր անում տենց բան։ Մեզ մեղադրում էին, թե ինչի եք այդպես անում։ Եթե կհիշեք 20 թվականը, 21 թվականը, հետո մեզ մեղադրում էին ինչի մեջ ասես։ Բանը հասավ նրան, որ ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, եթե չեմ սխալվում, հանրապետության հրապարակում կոնկրետ հանրային հեռուստաընկերությունը թիրախավորելով ինչ ասեց հանրայինին եւ հանրայինի աշխատակիցներին։ Դրանից հետո ես անկեղծորեն մտահոգություն ունեի ընդհանրապես մեր գործընկերների անվտանգության համար, կարող եմ ձեզ տրամադրել ձայնագրությունը եւ դուք տեսնեք, թե ինչ է նա հայտարարում հանրային հեռուստաընկերության մասին։ Եվ երբ այդպիսի հայտարարություններ են լինում, մեր գործընկերները երբեմն երևի մոռանում են, որ հանրայինը նաև իրենց է պատկանում եւ պետք չի հանրայինին անվանարկել։ Կարող ենք դժգոհ լինել, բայց ես շատ ուրախ կլինեի, որ մեր գործընկերները, ինչպես ասացի, որ դժգոհ են, ձերպես գային այստեղ եւ այդ հարցերը բարձրացնեին, ինչպես դուք եք բարձրացնում։ Եվ չգիտեմ, եթե ինչ որ մի բան բաց թողեցի, բայց ընդհանուր առմամբ ելի ուզում եմ կրկնեմ, ինչպես ամեն անգամ մենք պատրաստ ենք բաց քննարկման, ուզում է դա լինի հրապարակային այսպես, ուզում է դա լինի փակ, հրավիրում եմ ձեզ անձամբ, ձեր գործընկերներին, հանձնաժողովին, ուղիղ եթերում, առանց ուղիղ եթեր, հանրայինում, թե հարցազրույցների, թե ընդհանրապես քննարկման, թե ինչից ենք դժգոհ հանրայինից, որովհետև տպավորություն կա, որ հիմա որ ասում եք Հովանավանքը ինչու եք հեռարձակել, ես էլ ասում եմ, բայց դա մասնագիտական հարց է, ինչի չենք կարող մենք դա հեռարձակել։ Բացատրությունը չկա, որ դուք ասում եք հանրային միջոցներ, հանրությունը այդտեղ կանգնած է, չէ, ինչ որ մի մասը հանրության այդտեղ կանգնած է եւ դա իրադարձություն է եւ երբ որ կա այդքան հեռարձակումներ տարածքից, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք ինչի է հանրայինը դա լուսաբանում, հետո էլ կասեք մեր միտինգը ինչի չեք լուսաբանում, նույն լոգիկան է, իրադարձությունն է, լուսաբանում ենք։ Տիկին Գալստյան ջան, այդ օրը գիտեք քանի լրատվամիջոցը տարածքից ուղիղ եթերում աշխատել։ Այսինքն հիմա իրադարձությունները լուսաբանելու համար, ակտուալության համար, եթե չեմ սխալվում 13 թվականից սկսած Հայաստանում ուղիղ եթերներ են հայտնվել տարբեր միջոցառումների լուսաբանման։ Եվ դա նորմալ է, որ հանրայիններ իր լրատվականի YouTube-յան ալիքով կարող է ուղիղ եթեր հեռարձակել։ Ես զարմանում եմ, ինչ կա այդտեղ զարմանալու էլի։ Դա YouTube-ով է հեռարձակվել, բայց կարևորը դա չի։ Բաց թողեցի Տիկին Գալստյան ձեր հարցերից, չէ՞։ Շատ շփվեցինք։ Տիկին Գալստյան, հարգելի Տիկին Գալստյան, երբ ասում եք fake պատարակ, դուք երևի ձեր տպավորությամբ գուցեև փորձում եք վիրավորել որևէ պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր ներկա էին, այդ թվում նաև ես, այդ պատարակին, բայց դուք միևնույն ժամանակ վիրավորում եք պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որևէ որոշակի մի խմբի, հարյուրավոր քաղաքացիների, ովքեր պարզապես ներկա են եւ գիտեք ինչ կա, դա խիստ անհատական է, մեր ընկալումները խիստ տարբեր կարող են լինել հավատքի գուցե ձեր համար կեղծ չէ, հա, շատ իրական է Կտրիչ Ներսիսյանի կողմից մատուցվող պատարակը, իսկ իմ ընկալմամբ եւ իմ տրամաբանությամբ մեկ այլ
հոգևորականի կողմից դուք թիրախավորում եք եւ եկեք արձանագրենք հարգելի գործընկերներ, որ վիրավորեցիք եւ ես չեմ ընդունում Կտրիչ Ներսիսյան անունը Ես չեմ ընդունում, որ դուք ասում եք fake պատարակ, այդ ինչ խոսալուց է, դուք քաղաքացիների եք վիրավորում եւ քաղաքացիների ընկալումները առ Աստված եւ առ հայ առաքելական եկեղեցի դուք վիրավորում եք այդ մարդկանց։ Հարյուրավոր քաղաքացիներ էին ներկա, որևէ պաշտոն չզբաղեցնող մարդիկ, պարզապես քաղաքացիներ, ովքեր եկել էին ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու, սա խնդրում եմ արձանագրեք եւ հետեւություն Այո, ներքին գործերի եւ անվտանգության ավտոբուսներով բազմագույն բերետավորները։ Նշում են դուք վիրավորում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր պարզապես ներկա են եւ ես չեմ ուզում խոսություն Հանձնաժողովի նիստերին էլ կհասցնենք, այս մարդկանց տեսնենք, եթե հարցեր չկա, բայց չէ լավ, հանուն արդարության Տիկին Գալստյանը իմ կարծիքով ասում է կեղծ, չի այդքան վիրավորական չի, որտեվ կարծես թե եկեղեցին ավելի վատ բառեր ասեն, դա երեփխծություն է, թե ինչ, չգիտեմ։ Եկեղեցին չէր ասել, ոնց որ եկեղեցին ասել, փխծությունը, ինչև է լավ, ամենայն դեպս, բայց ընդունեք, էլի ձեր կարծիքը կեղծ է, ինչ որ մարդկանց կարծիքով էլ կեղծ չի, հիմա չէիք ասում կարգալույց, ասում եք fake պատարակ, հիմա ասում եք կարգալույց։ Հա, օքեյ։ Շատ լավ, ես օրինակ ասեցի իմ կարծիքը Տիկին Գալստյան, էլի, ես կարծում եմ, տենց չգիտեմ, եթե ինչ-որ մեկը իմ համար կարաղոթի, ինձ մեկ է, ինքը կարգալույց է, կներեք, չգիտեմ, չինացի է, հայ է, ռուս է, եթե իմ համար աղոթում է, շնորհակալ եմ իրան, ինչ տարբերություն է, կարգալույց է, թե կարգալույց չի, էլի, այդ իմ անձնական կարծիքն է։ Արքից։ Ասեցի մենք հանձնաժողովում խոսանք, ես էլ ազգային ժողովն եմ։ Այդպես չի լինում, այդ ինստիտուտը հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնադրությունը, ինքը ունի իր ճանաչելիությունը, ինքը ունի իր կարգը, սա կարգալույց է, թե ոչ։ Կարգալույց է, ուրեմն ինքը կեղծ է։ Եթե դուք այլ աղանդ եք ստեղծել, որ ընդունում եք դա, ես հարց չունեմ, բայց դա չի կարող պատարակ մատուցել որևէ հոգևորական, որը կարգալույց է եղել են ինստիտուտի կողմից, ոնց որ վաղը միսօրը ես այլևս մանդատ չունենամ, բայց շարունակեմ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակով գնալ վեհաժողովների եւ ելույթներ ունենամ։ Ես կմնամ անձ, ինստիտուտը չեմ ներկայացնի։ Այնքան պրիմիտիվ բաների մասին ենք խոսում։ Իսկ եթե դուք ստեղծել եք առանձին աղանդ, որը հանդուրժում է այդպիսի ծեսերը, արեք ծեսերը Աստծո, գնացեք ալիքներ էլ բացեք, եթեր թողարկեք, բայց այս այդ ունենք առաքելական եկեղեցի, որը նրանք կարգալույց է։ Ձեր կարծիքը հասկացա, ընդունելի է։ Շատ լավ, ձեր կարծիքը ընդունելի է, ուղղակի միջև վերջ չէ կարող ինձ ասել, թե այս խոսակցությունն ենք ունեցել, աղանդը ինչ է։ Որտեվ եթե ձեր համար աղանդը այն ինչը որ հայ առաքելական եկեղեցուց դուրս է, ուրեմն այստեղ այնքան կխոսեմ, որ այդ մասին կխոսենք հանձնաժողովի նիստում, թե ինչ է աղանդը։ Հաջորդ հանձնաժողովի նիստին խոսենք աղանդների մասին, որտեղ ձեր շրջապատի շատ մարդիկ, որ աղանդներից են խոսում եւ որակում են, որ ինչ որ բան աղանդ է, ես տեսել եմ ձեր ասած Գարեգին երկրորդի հետ ձեր սեղմումով հաց ուտելուց եւ իրենց աջակցելուց, այսինքն մեկ ասում եք, որ այն ինչը հայ առաքելական եկեղեցուց դուրս է, դա աղանդ է, մեկը տեսնում ենք այդ մարդիկ իրար հետ են։ Շատ ներողություն։ Հավայ կներեք, մոռացել եք որ դուք եք։ Հա, գնամ։ Չէ։ Ուրեմն շողակաթի մասին պարոն Հակոբյանի ելույթի ժամանակ հարցեր հնչեցին, այնքան տարվեցիք դավանաբանական ուրեմն երկխոսությամբ, որ շողակաթը մոռացանք իրականում։ Ես կուզեի մի քանի արձագանք այդ թեմային անել։ Պարոն Գաբրելյան, որ ասում եք օրենսդրական նախաձեռնությունը չի կաշկանդում ունենալ հոգևոր մշակութային ալիք, այո, դա այդպես է, դա բավականին ճկուն քայլ է եւ շատ ուրախ ենք դրա համար, որ չի սահմանափակում, բայց շողակաթի գործունեությունը մեր պատկերացմամբ կսահմանափակվի այն պահին, երբ որ պետական ֆինանսավորում չի լինի։ Եվ այդտեղ մենք որոշակի խնդիրների ենք բախվելու եւ այդ խնդիրները հանրային հեռարձակողի խորհուրդը չէ, որ պիտի լուծի։ Սա մեկ, երկրորդ ինչ էի ուզում ասել։ Կներեք, ով պետք է լուծի։ Դուք պատկասում եք 260 միլիոն դրամ տարեկան նարեկին տան Կիրակոսյան ինչ հեռարձակում։ Ես չգիտեմ, դուք որ ասում եք տարեկան 260 կամ 200 միլիոն 20 միլիոն այդ գումարը այնուամենայնիվ հանրային հեռարձակողները եւ հանրային հեռուստատեսությունը եւ հանրային ռադիոն դուք ինչ որ 13 միլիարդի մասին ասեցիք, որը ինձ համար անհասկանալի թիվ է, ես չգիտեմ այդ որտեղից ի հայտ եկավ այդ թիվը եւ ինչու դա հնչեցիք, որովհետեւ ես ներկայացրի կոնկրետ բյուջեն, ինչ ուրեմն բան ունի բաղկացուցիչներ հանրային
հա, չգիտեմ այդ որտեղից, բայց եթե հանրային հոգևոր մշակութային ալիքի ֆինանսավորումը դադարեցվի, բնականաբար պիտի այլ աղբյուրներից ուրեմն ֆինանսավորվի այդ ալիքը եւ շարունակի իր գործունեությունը կամ չշարունակի, ես չգիտեմ։ Այնուամենայնիվ ուզում եմ ասել, այս ամբողջ պատմության ակունքում հետեւյալ իրողությունն է, որ դուք այդքան սիրում եք կրկնել այդ գումար տալը շողակաթին, բայց դա չնչին ուրեմն գումար է այդ ալիքի գոյությունը պահպանելու համար։ Կներեք մի ուղում էլի, որևէ մեկը չի տվել շողակաթին գումար, այդ դուք եք տվել շողակաթին գումար։ Չէ, Եվ ինչպես ճիշտ պարոն Հակոբյանը ձեր գործընկերը ասեց, մի օր կարողա ձեր հետևից գան եւ ասեն ինչ եք առանց մրցույթի, այսպես մի քանի 100 միլիոն տալիս ինչ որ մեկին։ Դուք նույն գործն եք արել։ Այնպես որ չէ, ես որևէ մեկին գումար չեմ տվել եւ որևէ մեկից չեմ բան։ Անդարփինյան, Տիկին Գալստյան, թվերը քնչեցնում, որ այստեղ բան այլի ինչ 600,000-ը ինչ է։ 600,000-ը 600,000։ Ո՞վ է տալիս այդ գումարը։ Ինչ։ Ես հասկանում եմ, որ դուք լսել եք, որ ազգային ժողովը մեզ մինչև 3.5 դալի չտվել է, բայց եկեք Դուք չգիտեք այդ 600,000-ը ինչի համար է, ով է տալիս։ Անդարփինյան, ես ասեմ, էլի ներողություն, առավել եւս, որ դա չնչին գումար է, ինչ եք ուզում։ Այդ չնչին գումարը չեք կարողանում։ Չէ, եթե մենք ուզում ենք Այսինքն 16 միլիոն դոլար, ինչ 16, 22 միլիոն դոլար բյուջե ունեք ու ասում եք բան, 200 միլիոն դրամը որ վերացավ, այդ 500 մենք վրցանք։ Այսինքն ուրեմն անարդյունավետ եք կարող, եթե դա 22 ոնց է, 8 քանի միլիարդ չեք ասում։ Այո։ Բայց քանի միլիոն դոլար է անում։ Դուք ճիշտ եք ասում թվերը, բայց Բայց ցավը տանում 25 միլիոն դոլար փող եք ստանում ամեն տարի, եկել ասում եք 200 միլիոն որ չեղավ, որ վերջ Հայաստանի մշակույթը կկորի։ ասում եք եւ տպավորություն եք ստեղծում, թե դա ինչ որ մի հատ հսկայական գումար է, որը, չգիտեմ, եսի ինչ է, դուք եկեք համեմատեք այդ գումարը նույն եվրոպական երկրների հերթակողների գումարի հետ։ Ես դες լսեցի, բայց եթե 25 միլիոն դոլարը հսկայական գումար չի, Այո, ես հսկայական մաթեմատիկայից մի քիչ ուժեղ եմ, էլի։ Ուրեմն 200 միլիոն դրամը առավել եւս մեծ գումար չի։ Պարոն, իհարկե, Եթե 25 միլիոն դոլարը ձեր համար տենց մի գումար չի, 200 միլիոն դրամը ինձ թվում է այդ 500,000 դոլարը։ միլիոնը հանրային հերոստանգելություն պահելու համար չնչին գումար է։ Всё, այդտեղ համաձայն եմ, չնչին Պարոն գումար։ Մովսիսյան, դուք համաձայն եք, որ ձեր բյուջեն ահռելի է։ Տիկին Գալստյան կներեք էլի մասնավոր։ Պարոն Մովսիսյան, ահռելի է ձեր բյուջեն։ Ինչի՞ կեսը չեք Պարոն վերադարձնում Դարբինյան։ բյուջեն։ Ձեր բյուջեն ահռելի է այդքան Ներողություն եմ խնդրում, էլի, բայց այստեղ դուք ազգային ժողովում եք։ Սա բյուջեի քննարկումը։ Ես եմ հարցեր տալիս կամ ձեզ հնարավորություն կտամ, պարոն Մովսիսյանին դուք խորհրդի նախագահ եք, կարող եք կանչել այդ հարցերը տալ, էլի։ Ես այլ բան եմ ասում, ես չեմ ասում հսկա թե հսկա չի։ Դուք ասում եք 25 միլիոն դոլարը ինչ գումար է։ Ես էլ ասում եմ դե ցավը տանեմ, առավել եւս եթե 25 միլիոն դոլարը ինչ գումար է։ Դե պատկերացրեք 400,000 դոլար ինչ չնչին գումար է ուրեմն, էլի։ Իմաստացնել է այդ ասում եմ, որտեվ դուք եք ասում 25, ես եղել է տարի, որ 10 միլիարդից ավել է եղել ձեր բյուջեն։ Ես չգիտեմ։ Դե դուք չգիտեք, ես գիտեմ։ Մանկական Եվրատեսիլի հետ էր կապված։ Ես այդ 13 միլիարդի որ ասում էի, որ գնաք նայեք, կտեսնեք տարի ենք ունեցել, որ Պարոն Գաբրելյան, իմ ասելիքը հետեւյալն է, որ եթե մենք ինչ որ թիվ ենք հնչեցնում, դա պետք է բարի լինենք համեմատել մյուս երկրների համապատասխան կառույցների բյուջեների հետ։ Եվ այս պարագայում մենք վերջից երրորդ տեղն ենք կարծեմ Եվրոպայում։ Այնպես որ ես դրա համար եմ ասում մի մեծ ինչ երկուսը ովքեր են ասում։ դե չեմ հիշում, բայց ունենք այդ եթե ձեզ հետաքրքրում է կարող ենք ուղարկել ձեզ վիճակագրությունը բյուջեների երկրների։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր դիքի Գալստյան, դուք հարց ունեք դիգան։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն Գաբրիելյան։ Շատ ուրախ եմ, որ ձեռի հետ հանրայինի մասին քննարկումը վերածվեց ինստիտուտների նկատմամբ հարգանքի մասին քննարկման։ Հույս ունեմ այսուհետ ինստիտուտների նկատմամբ հարգանքը պատշաճ կպահվի մանավանդ արմատական ընդդիմադիր գործընկերների կողմից, իսկ ինչ վերաբերում էր այն հայտարարությանը, որ դուք վկայակոչեցիք, պարոն Գաբրիելյան, դա եկեղեցին չի արել, դա կաթողիկոսի գահը ապօրինաբար զավթած Կտրիչ Ներսիսյանն է արել։ Հիմա կամ հարցիս։ Պարոն Մովսիսյան, դուք ասացիք ավելի շատ առաջարկ է, բայց կուզեմ նաև ձեր արձագանքը լսել։ Ասացիք, որ ընդդիմադիրները ձեզ բազմաթիվ անգամ մերժել են եւ պատշաճ չեք համարում մեզ պահին անուն տալ եւ այլն։ Դուք հանրայինը եւ մասնավորապես Պետրոս Ղազարյան, միգուցե նաեւ բանավեճերի հաղորդավարներ, այսինքն լրատվական հատվածը շատ հաճախ մեղադրվում է ընդդիմադիրներին հնարավորություն չտալու մեջ։ Ես առաջարկում եմ, որ հանրայինը
պարզապես հրապարակի են մարդկանց ցուցակները, ովքեր մերժում են եւ ինչ պարբերականությամբ են մերժում, որովհետեւ տոկոսները հաշվում են ոչ թե հրավերների, հա, առերևույթ այդ հետաքննություններ, տոկոսների հաշվարկման, որ անում են, ձեր հրավերների տոկոսները չեն հաշվում, հաշվում են ձեր հրավերները ընդունածների տոկոսներով, ասում են այսքան մարդ իշխանությունից, հա, եկել հանրային, այսքան մարդ ընդդիմությունից։ Ես առաջարկում եմ, որ հանրայինը հրապարակի մերժածներին այդ տոկոսներով հաշվենք, տեսնենք կարող է դուք իրականում ավելի շատ ընդդիմադիրներին եք հրավիրել, քան իշխանականներին։ Շնորհակալություն։ Արձագանքեմ Տիկին Ղազարյան, այդ միտքը մեզ մոտ էլ կար, իրականում չենք ցուցակագրել մինչև հիմա թվերով որպես այդպեսին, բայց միգուցե ինչ որ պահի դրան գանք, որովհետև մենք տեսնում ենք բազմաթիվ տենց տպավորությունը շատ է, նաև ուսումնասիրություններ կան, ինչ որ թվեր են հրապարակվում մեր հեռարձակումների հիման վրա եւ իհարկե մեզ մեղադրում են, որ մենք չենք հրավիրում ընդդիմությանը, մինչդեռ երևի թե պետքա մի օր հրապարակել այն բոլոր հրավերները, որ դինում են ու մեզ մերժում են եւ չեն գալիս եթեր ու ամենացավալին այն է, որ ոչ թե հրաժարվում են եթեր գալուց, այլ պարզապես ինչ որ պատճառ են բերում եւ չեն գալիս եթեր, այսինքն դա քաղաքական մեկնաբանություն էլ չի ունենում ըստ էության, որ գոնե ասենք լավ քաղաքական է մեկնաբանվում։ Բայց շնորհակալ եմ մտքի համար։ Չունենք այլ հարցեր։ Շնորհակալ ենք։ Մեր շփանը մենք ավարտեցինք։ Շնորհակալություն։ Ես նույնպես։ Եվ վերջում 1 րոպե ընդմիջում տանք, մինչև դուք տեղաշարժվեք։